Բարև ձեզ։ Դուք դիտում եք Կարևոր զրույցներ podcast-ը։ Այն բաղկացած է 14 էպիզոդներից։ Դրանցից ամեն մեկում մենք խոսելու ենք մեկ թեմայից՝ ներշնչված հայտնի բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից արտահայտած մտքերով եւ իր դավանած արժեքներով։ Այսօր մենք խոսելու ենք ինքնության եւ արմատների մասին։ Ահա թե ինչ է ասել այդ առիթով Ռուբենը։ Արմատները հզոր ուժ են, որը չի զգացվում, քանի դեռ չես գնում այլտեղ ու չես զգում քո թուլությունը կտրվելով այդ արմատներից։ Դա պահպանելը շատ կարևոր է բոլորիս համար։ Եթե ասում ես, որ սիրում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես գնալ մինչև վերջ։ Պատրաստ ես ընտանիքիդ համար կյանքդ տալ։ Պատրաստ ես հայրենիքիդ համար կյանքդ տալ։ Պատրաստ ես, թե պատրաստ չես։ Ինձ համար սիրո բարձրագույն արտահայտությունը պատրաստ լինելն է։ Դա պսևդո հայրենասիրություն չէ։ Լինելով աշխարհի մարդ, իմ հայր լինելը կարևոր է։ Ինքնության եւ արմատների մասին այսօր խոսելու ենք սոցիոլոգ, Brevis ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ։ Հովհաննես ջան, բարև։ Ողջույն։ Սկսեմ մի քիչ ընդհանրական հարցից, բայց ակնկալում եմ, որ չեմ լսելու գիտական սահմանում, այլ ավելի այսպես հասկանալի ձևակերպում, ինչ է ինքնությունը, արդյոք դա ծննդավայրն է, լեզուն, մշակույթը, արժեքների որոշակի համակարգ, այդ ամենը իրար հետ, ինչ բաղադրիչներ կան այդ ինքնության մեջ, որ այդ բառը այդքան տարածված է դարձել, որովհետև որքան գիտեմ, բավականին նոր եզրույթ է։ Իրական բավականին տարածված է վերջերս, բայց պատմության գոնե սոցիոլոգիական մտքի վերջին 200 տարվա ընթացքում բազմաթիվ սահմանումներ, բազմաթիվ մոտեցումներ կան ինքնությանը եւ եթե փորձենք, ինչը դուք արդեն նշեցիք, ոչ թե գիտական, այլ ավելի հանրամատչելի կերպով տանք սահմանում, ընդհանրացնելով բոլոր սոցիոլոգիական դիրքորոշումները, պատկերացումները տերմինի մասին, երևի գրագետը կլինի մենք բառը հետ համատելը։ Ինքնությունը դա մենք ենք, դա այն խումբն է կամ այն հանրույթն է կամ այն միավորն է, որի մաս դու ուզում ես լինես։ Ընդ որում, երբ որ սահմանում այսպես ենք տալիս, պատկանելության տեսանկյունից կամ նույնականացման identity անգլերեն նույնականացման բառի տեսանկյունից, այդ դեպքում ինքը բավականին տարալուծում է շատ տարբեր հարթությունների մեջ։ Այսինքն դա ոչ միայն ազգային ինքնությունն է, դա ինքնություն որպես դերակատար, օրինակ որպես հայր, որպես բիզնեսմեն, գործարար, ինքնություն ըստ մասնագիտության, գրող, արվեստաբան, չգիտեմ, լեզվաբան, ինքնություն նույնիսկ ֆուտբոլային ակումբի սիրահար կամ ֆանատ, կամ երաժշտական որոշակի խմբի, այսինքն ցանկացած ասպեկտով, երբ որ դու գտնում ես մարդկանց մի խումբ, որի հետ դու կարող ես իդենտիֆիկացվել որպես մենք, դա ինքնությունն է։ Հիմա, ինչպես ասացիք, կան շատ տարբեր կոմպոնենտներ, դուք նշեցիք ծննդավայր, մշակութային արժեքներ եւ այլն։ Հատկապես հայկական ինքնության մասին խոսելիս, այս կոմպոնենտները, բաղադրիչները շատ տարբեր են, որովհետեւ ինչ է հայը հարցին, անպայման պետք է ծնված լինի Հայաստանում։ Պարզվում է, որ չէ, մենք ունենք շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանում չեն ծնվել։ Փաստորեն ծննդավայրը այդ menքի կարևորագույն կոմպոնենտը չի։ Կամ լեզուն, կան հայեր, որոնք հայերեն չեն խոսում, կամ շատ վատ են խոսում, կամ չեն մտածում հայերեն։ Մենք ունենք ռուսախոս հայեր, մենք ունենք անգլիախոս հայեր եւ չէ, բայց շարունակում են լինել հայ։ Կրոնը, մշակութային արժեքները, գաղափարախոսությունները, քաղաքական եւ այլն։ Երբ որ այսենց տարբեր բաղադրիչներով ենք սահմանում, միշտ հանգում ենք ինչ-որ մի կիսատության։ Դրա համար ըստ էության պատկերացմամբ այդ նույնականացումը menքի խմբի պատկանելիության տեսանկյունից առաջին կարևորագույն հատկանիշն է։ Եվ երկրորդ հատկանիշ, որի մասին ես մտածում եմ վերջերս, դա կենտրոնանալն է նմանությունների վրա եւ ոչ թե տարբերությունների։ Հատկապես քաղաքական դիսկուրսում մեզ անընդհատ շեշտում են մեր տարբերությունների մասին, ոչ միայն մեզ հայերիս, այլ ընդհանրապես մարդկանց վերջ-վերջում ինչ են առաջանում կոնֆլիկտները առաջանում են տարբերությունների պատճառով։ Երբ որ այդ տարբերությունները շեշտվում են, ես եւ դուք կարող ենք գտնել հարյուրավոր, հազարավոր պատճառներ կամ հազարավոր առիթներ, որով կարող ենք տարբեր լինել, բայց շատ քիչ թեմաներով կարող ենք նման լինել։ Ինքնությունը այդ նմանությունների վրա կենտրոնանալն է եւ ոչ թե տարբերությունների։ Փաստացի դա նշանակում է, որ եթե մեզ ուզում են ոչնչացնել, իսկ մեզը հենց այդ մեզն է, մենքն է այդ ինքնության զգացողությունը, ապա դրա լավագույն միջոցը այդ տարբերությունները շեշտելն է եւ դրանց շուրջ խոսակցություն անդադ բացելն է եւ ընդհանրությունը արժեզրկելն է։ Նու ոչնչացնելը երևի նույնիսկ ծայրահեղ է, թուլացնելը, պառակտելը, ընդհանրապես սոցիալական մտքի մեջ պառակտման
ամենագործուն մեխանիզմը դա տարբերությունների վրա կենտրոնանալն է։ Եվ նույնիսկ բանակցային գործի մեջ մենք ունենք այդ մոտեցումը, չէ, երբ որ երկու կողմ թշնամիներ, հակառակորդներ բանակցում են, երբ որ կենտրոնանում ես տարբերությունների վրա, բանակցությունը երբեք չի ստացվի կամ արդյունքի հանգուցալուծման չի հասնի։ Երբ որ կենտրոնանում ես նրա վրա, թե ինչն է ձեզ ընդհանրացնում, որոշակի լուծում հնարավոր է գտնել։ Կուրտ Վոնեգուտը ժամանակի մի գործ է գրել, նրա մասին, թե ինչպես մի կաթիլ նյութ գցելով օվկիանոս ամեն ինչ կարելի է սառեցնել, եւ դրանում մտցնում է երկու հասկացություն, մեկը մարդկանց այսպիսի խառը ընդհանրություն, որը ոչինչի շուրջ է, բայց կամ ֆորմալ հատկանիշների շուրջ է, եւ իրական ընդհանրություն, որը իրական արժեքների շուրջ է։ Հիմա եւս մի հանգամանք, որ կարող է թույլատրել ինքնությունը, դա այդ ընդհանուրի արժեզրկումն է։ Չէ՞, մենք գիտենք, որ դա մեր ընդհանուրն է, բայց անգամ եթե դա գիտակցված չի արժեզրկվում, ապա ենթագիտակցորեն արժեզրկվում է կամ արժեզրկվում է շնորհիվ նրա, որ այլ բաներ դառնում են ավելի կարևոր։ Սրանք դառնում են ավելի քիչ կարևոր։ Օրինակ, մենք շատ ենք խոսում Կոմիտասի մասին, բայց քանի մարդ կա Հայաստանում, որ ասենք շաբաթը մի անգամ գոնե Կոմիտասի մի երգ կլսի, չէ՞։ Ու դա կարծես թե մեր ինքնության կարևոր բաղադրիչն է, բայց դարձել է երկրորդական, երրորդական իրական կյանքում։ Այ ինչպես անենք, որպեսզի ոչ թե մենք միայն մտածենք մեր ինքնության մասին, ոչ թե մենք միայն վերագրենք այդ ընդհանուրի մասերին էլ, այլ կյանքում իրապես դա գործարկենք, իրագործենք, որպեսզի դա լինի իրական ինքնություն, ոչ թե ձևական։ Այստեղ երկու կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը իսկ ով է շահագրգռված կամ ում ձեռնտու արժեզրկելը, կամ ընդհանրապես ով է արժեզրկում, որովհետև երբ որ մենք խոսում ենք ինքնին կամ չիմացությունը դեռ արժեզրկում չի, այսինքն եթե ինչ-որ մեկը Կոմիտաս չի լսում, դա դեռ չի նշանակում, որ արժեզրկումը բառի ակտիվ իմաստով դա պարտադրանք է, արժեզրկման պարտադրում։ Եվ երկրորդ կոմպոնենտը ինձ թվում է գոնե այսօրվա մեր իրականության մեջ մենք շատ ենք դրա հետ առնչվում, առերեսվում, դա ազգայինի կամ պահպանողականության հետադիմական ընկալելն է։ Այսինքն մենք ինչ որ մի հանրային դիսկուրսի մեջ ենք բոլորս, որտեղ լիբերալիզմը, լիբերալ արժեքները դա առաջադեմ է, դա նոր է, դա լավ է, իսկ ասենք, չգիտեմ, Կոմիտաս լսելը դա ոչ միայն կամ ոչ այնքան մոդայից դուրս է, այլ հետադիմական է։ Ինձ թվում է հայրենասիրության կամ ազգայինի հետադիմական ձևակերպելը խոշորագույն հարվածն է, որ կարող է հասցվել այդ ինքնությանը ուղղորդիչների կողմից։ Հիմա ասեմ ուղղորդիչների տակ ինչ նկատի ունեմ։ Ես համաձայն չեմ նրա հետ, որ արժեզրկումը կարող է տեղի ունենալ հանրային տարբեր խաղացողների, այլ կերպ ասած շարքային քաղաքացիների կողմից։ Վերջ-վերջո ինքնության թե պահպանումը, թե վերարտադրումը հիշողության միջոցով դա էլիտաների գործն է։ Ընդ որում էլիտա ասելով ես նկատում եմ ոչ միայն եւ միգուցե նաեւ ոչ այնքան քաղաքական էլիտային, ինչքան մտավորականություն, իմ սիրած սահմանումը էլիտայի Ցիցերոնից է գալիս, էլիտան մարդկանց խումբը, որը սեփական բարեկեցությունից բացի ուրիշ բանի մասին կարողանում է մտածել։ Ես մի այլ սահմանում եմ լսել, որը ինձ դարձյալ բավականին դուր է գալի, դա այն է, որ դա այն մարդկանց խումբն է, որ ունի ավելի ռեսուրս, քան միջինում եւ ցանկանում է վիճակի այդ ռեսուրսը կիրառել հանրային բարեկի, սեփական բարեկեցությունից դուրս։ Այսինքն ինձ է սահմանում ինչի է դուր գալիս, որովհետև ցանկացած ոք, որ սեփական բարեկեցությունից դուրս է գալիս, արդեն հավակնում է, այստեղ էլի սոցիոլոգիական մտքի գիգանտներից մեկը Յուրգեն Հաբերմասի ասած հանրային տիրույթը, հանրային դաշտը, երբ որ դու արդեն իր պարտադիր չունենաս բարձրագույն կրթություն, պարտադիր չունենաս գիտական կոչումներ, պարտադիր չունենաս շատ փող կամ շատ իշխանություն, դու կարող ես լինես էլիտայի մաս, այն պահից սկսած, երբ որ դադարում ես մտածել միայն քո նեղ շահերի եւ հետաքրքրությունների շուրջ, բայց փաստորեն հենց անցնում ես այդ կատեգորիա, էլիտայի կատեգորիա, պատասխանատվությունն էլ է երկրաչափական չափերով մեծանում, որովհետև այստեղ դու արդեն պատասխանատվություն ես կրում, թեկուզ նաև քո ամեն խոսքի համար։ Այսինքն, այո, քո խոսքը կարող է արժեզրկել։ Ես տեսնում եմ երկու հետաքրքիր տենդենց հայկական իրականության մեջ, հատկապես երիտասարդների մեջ։ Մի տենդենսը դա վերադարձ արմատներինն է, ու դա հատկապես արտահայտվում է արվեստների մեջ։ Ես վերջերս ազգային պար, ոչ միայն ազգայինի շատ մոդեռն ընկալում, վերջերս կանատեսը եղա Սասունցի Դավիթ օպերետային, կան երաժշտական էթնոխմբեր, որոնք Նահապետ Քուչակի բանաստեղծությունների վրա երաժշտություն են սարքում։ Այսինքն
ծայրահեղ, բայց ոչ բացասական իմաստով, հա, ուլտրա ազգային եւ բայց նաեւ բավականին նորարար եւ ժամանակակից ինտերպրետացիաներ եւ նաեւ տեսնում եմ հասարակության որոշակի շերտեր, որոնց մոտ ցավոք, եթե դու գրագետ հայերեն ես խոսում, ասենք աշխատանքային միջավայրում, դու տենց հետա մնացես, որովհետեւ չես օգտագործում տենց cool եւ vibe-ով բառեր, ասենք։ Այսինքն այս երկուսը, չնայած ցանկացած հասարակական process, դա երկու ծայրահեղությունների բախում է եւ այդ բախման արդյունքում ծնվող ճշմարտություն է, բայց այնուամենայնիվ մենք պետք է ֆիքսենք, որ մենք գտնվում ենք բավականին խորը ճգնաժամի մեջ, այդ ճգնաժամը անգլերեն տենց արտահայտություն կա, հնարավոր չի չնկատել փղին սենյակի կենտրոնում, հատկապես երբ նա սպիտակ գույնի է։ Մենք պատերազմ ենք պարտվել, մենք կապիտուլացվել ենք եւ եթե մենք դրա մասին չենք խոսում, եթե մենք գնում ենք գինո փառատոնի ուրախ նկարներ ենք նկարում գցում Facebook, դա չի նշանակում, որ այդ պարտությունը եւ դրա բոլոր հետևանքները, այդ թվում եւ ինքնության վերաիմաստավորման վրա չկան։ Իմ պատկերացմամբ առաջին ու կարևորագույն քայլը դա գիտակցելն է, դա կանգնել մի պահ եւ գիտակցելն է, իսկ ինչ եմ ես պարտվել, որն է իմ որպես ոչ թե պատասխանատվություն տարալուծել, բոլորի վրա գրել կամ հակառակ տենդենսնել կամ մենք բոլորս ենք մեղավոր, դրա մասին չի խոսքը նրա մասին է, որ ու դրանով օրինակ սպորտը եւ քաղաքականությունը շատ են իրարից տարբերվում, որովհետեւ սպորտում պարտությունից հետո դու սկսում ես աշխատել ինքդ քո վրա, քո արդյունքները բարելավելու եւ հաջորդ մրցաշարում հաղթելու համար։ Իսկ քաղաքականության մեջ դու պարտությունը ձևակերպում ես, փաթեթավորում ես որպես հաղթանակ, որպեսզի քո քվեներից ընդհանրենք չզրկվես։ Ինձ թվում է մենք քաղաքական դիսկուրսից պետք է պահ դուրս գանք եւ սպորտային դիսկուրսի տեսանկյունից նայենք, այդ դեպքում վերաիմաստավորված ինքնությունը ավելի մեծ շանսեր կունենա։ Ու այստեղ իմ հաջորդ հարցն է շատ այսպես դիպուկ ստացվում։ Շատերը կարծում են, որ ինքնությունը դա միջավայրի կողմից ձևավորված ընկալումների այդ խումբն է, ընդհանրությունն է։ Որքանով է ինքնությունը պայմանավորված հենց միջավայրով եւ որքանով մարդու անցած ճանապարհով։ Որքանով այդ ինքնության զգացողությունը մարդու մեջ եւ որպես դրա շարունակություն, եթե մենք ոչ միայն մարդու մասին խոսենք, այլ մարդկանց մասին, մենքի մասին խոսենք, մենքի ասած ճանապարհը ինչ ազդեցություն ունի ինքնության վրա։ Ասենք նրանից, որ կան տեսություններ, դրանցից շատերը ցավոք կամ բարեբախտաբար արգելված են, դիտվում են ռասիզմի շրջանակներում, բայց այնուամենայնիվ տեսություններ, որոնք ասում են, որ բիոլոգիական մարկերներ կան ինքնության, օրինակ մազերի գույնը, մաշկի գույնը, աչքերի ձևը, աչքերի գույնը եւ այլն, չէ՞, այսինքն եթե Հայաստանում ծնվում է սևամորթ երեխա, միանգամից հարցը ծագելու հայա թե հայ չի, ընդհանրենք, կամ ոնց ստացվեց եւ մնացած չնայած նաեւ հակառակ դիսկուրս ունենք, չէ՞, Տիգրան Մեծի ժամանակ դեղին մազերով, կապույտ աչքերով հայերի այդ առասպելը կա, այսպես ասած։ Այնուամենայնիվ սա մի մոտեցում է, որը ասում է, որ ինքնությունը դա բնածին է, բիոլոգիական մարկերներով է գալիս, բայց ես որպես սոցիոլոգ եւ ընդհանրապես հասարակական գիտության մեջ ինքնությունը ընկալվում է որպես կոմունիկացիայով ձևավորված արդյունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ առանց շփում սոցիալական խմբի ներսում, այդ խումբը կարա տարբեր չափի լինի, ընտանիք, կրթություն, երկիր, պետություն, ինքնակազմակերպված, համայնք, արտագաղթած մարդկանց համայնք եւ այլն, այս բոլոր խմբերում ինքնությունը վերարտադրվում է անցած փորձառնության միջոցով։ Շատ կարևոր է ֆիքսել, որ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը իհարկե դա գրավոր խոսքն է, տեքստերն են, պատմություններն են եւ այլն, բայց չկա ինքնություն առանց հիշողության։ Եվ էլի այդպիսի տեսություններ կան, որոնք ինքնությունը ոչ այնքան կարևոր է իր ներկան, որքան ինչ ես դու հիշում եւ ինչպես ես դու դա ընկալում ու վերարտադրում։ Երբ որ ես ասացի այդ օրինակը Սասունցի Դավիթ օպերետան, Սասունցի Դավիթ էպոսը կա հարյուրամյակներ, կա հարյուրավոր տարբեր ինտերպրետացիաներ, Հովհաննես Թումանյանից սկսած եւ այլն, բայց ժամանակակից մի խումբ երիտասարդների, ես ինձ թույլ տամ իրանց անվանել երիտասարդներ, մարդիկ, որոնք իրանց 20 տարեկաններում այդպիսի բան են ստեղծել, նույն հիշողության սպეციფიկ մեր ժամանակներին համահունչ վերարտադրություն են տվել։ Այդ առումով իհարկե ես կողմնակից եմ դրան, որ դա այլ բան է, որ այդ կոմունիկացիան կարող է շատ աղճատվել, այլանդակվել նույնիսկ, չեմ կարողանում ուրիշ բան մտածել, ելի միայն հիմնական պատճառը ֆիքսում եմ քաղաքական գործոնների ու քաղաքական ազդեցությունների տակ։ Եթե օրինակ ձեզ անդրադառնանք, ձեր ինքնության մեջ որ բաղադրիչն է ամենակարևորը, հայ լինելը, ընտանիքը, մասնագիտությունը, թե կյանքի փորձը
կամ այդ հաջողությունը ձեր գործունեության մեջ, որը բերել է ձեզ այնտեղ, որտեղ դուք այսօր կաք։ Գիտեք, ես մի հատ արտահայտություն հիշեցի, ցավոք չեմ կարողացել գտնել արտահայտության հեղինակին, վերագրում են Չերչիլին, բայց միգուցե ինքը չի, բայց դա ականջի արտահայտությունն է շատ գեղեցիկ, ասում է, երբ որ դու երիտասարդ տարիքում լիբերալ ես, դու սիրտ չունես, երբ որ մեծ տարիքում պահպանողական ես, դու խելք չունես։ Ինձ թվում է ինքնությունը, ես իմ օրինակով ասեմ, բայց նաև կողքից դիտարկելով, ինքնությունը անընդհատ տրանսֆորմացիաների եւ փոփոխությունների փուլերով անցնում։ Մի հատ լավ արտահայտություն էլ հիշեցի, ասում են տատու արած մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք, որոնք արդեն փոշմանել են, եւ նրանք, ովքեր դեռ չեն փոշմանել, բայց կփոշմանեն։ Ինչի, որովհետեւ դու անում ես մի պատկեր, կապ չունի ինչքան ֆանտաստիկա դա անցալվում, բայց 10 տարի հետո շարունակում ես հավանել այդ նույն պատկերը, ուրեմն քո հետ ինչ-որ բան այնպես չի, որովհետեւ 10 տարվա մեջ դու չես տրանսֆորմացվել, դու չես փոփոխվել։ Նույնն էլ էստեղ է, անհնար է այսքան արագ փոփոխվող աշխարհում կարճել ինչ-որ բաներից, դոգմաներից եւ չտրանսֆորմացվել, չփոփոխվել ու չփոխել քո սեփական հայացքները։ Դա բնականաբար չի չնայած նաև նշանակում է, որ դու չես կարող 40 տարեկան մտածել այնպես, ինչպես մտածել ես 20 տարեկանում, հակառակ դեպքում դու կլինես դու խելք չես ունենա։ Ես իմ ուսանողական եւ հետ ուսանողական տարիներին բավականին լիբերալ հայացքների էի։ Վերջին հատկապես այս մեծ արհավիրքի եւ մեծ ճգնաժամից հետո դառել եմ շատ ավելի պահպանողական, բայց ինքս իմ կամ իմ ընտանիքի համար փորձում եմ գտնել այդ բալանսը, որտեղ է, որովհետև ես չեմ ակնկալի պահպանողականություն, ասենք իմ որդուց, որը պետք է անցնի լիբերալիզմի միջով պահպանողականությանը հասնելու համար։ Բայց դա իրապես միայն մարդկանց է բնորոշ, թե ազգերին։ Օրինակ մենք 90-ականները անցանք բավականին լիբերալ մտածողության ճանապարհով, շատ պահպանողական այսպիսի հանգամանքներ մեր հանրային մտածողության մեջ ենթարկվեցին վերանայման, եւ մենք ենք ագյական հասանք այն փուլի, երբ ասենք ընտանիք ձևավորելը մեր հասարակության մեջ այլևս առաջնահերթություն չէ, երիտասարդները շատ տարված են տարբեր այլ երկրներում ապրելու գաղափարներով եւ այլն։ Եվ դրան հակակշիռ համարը չենք ձևավորել, որովհետեւ ընթանում ենք այդ մեր ինքնության վերանայման ճանապարհով համաշխարհային նոր համատեքստում, որի մասը մենք դարձանք մեզանից բավականին անկախ կերպով, բավականին անակնկալ մեզ համար։ Հիմա այս իրավիճակում անգամ եթե մենք համարենք, որ չկան ինչ-որ ներքին սուր հանգամանքներ, որոնք կան, մենք գիտենք, որոնք ներազդում են մեր ինքնության վրա եւ թույլատրում են այն։ Աշխարհի այս համատեքստում, որտեղ կա ինտերնետ, որտեղ կան սոցիալական ցանցեր, մեծ քանակությամբ զանգվածային քարոզչություն եւ այլն, ինչ կարող է անել, ասենք ընտանիքի հայրը, դուք կամ որևէ մեկը, անձը, որը ուզում է մնալ հայ, ուզում է պահպանել այդ մենքի զգացողությունը, ինքնության զգացողությունը, չկորցնել այն։ Ինչպես նա պետք է մտածի, ինչ պետք է անի, ինչ գործողություններ պետք է անի, ամիգուցե ամեն օր, որովհետև եթե դա թողնես վաղվան անդա դա չի արվի, որպեսզի մենք արդյունքում որպես ընդհանրություն չկորցնենք մեր ինքնության զգացողությունը։ Մի քիչ հեռվից սկսեմ, եթե չեմ սխալվում, չինական այդպիսի անեծք կա, որ ռուսերեն է հնչում, чтобы ты жил в эпоху больших перемен, հա, որ անեցում եմ քեզ, որ ապրես մեծ փոփոխությունների ժամանակահատվածում։ Մեր սերունդը 70-80-ականներին ծնվածները փաստորեն այդ անեծքի տակ են, որովհետև մեր կյանքի օրոք մենք տեսանք հասարակարգերի վերացում, կործանում, անկախության պատերազմներ, համաճարակներ, երկրաշարժեր, բոլոր հնարավոր եւ անհնար արհավիրքները, որոնք մեզնից առաջ սերունդները տեսնում էին, ասենք մի քանի սերունդ տեսնում էր մի քանի արհավիրք, մենք բոլորը տեսանք համատաբար խիտ ժամանակահատվածում։ Սա ինչ որտեղ միայն հայկական ֆենոմեն չի, չնայած հայկական եւ հատկապես հետխորհրդային շրջանի ժողովուրդներին շատ նմանություններ կան հենց այդ անցած կրիզիսների հաղթարման ճանապարհին մնալու տեսանկյունից, բայց դրանով հանդերձ ինձ թվում է զուտ մարդկանորեն կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք չունեն պաշտպանական, մենք բոլորս, հա, չունենք ձևավորված պաշտպանական մեխանիզմներ։ Երբ որ այդ պաշտպանական մեխանիզմները ձևավորված չեն, հարցական տակ դնելը կամ դուք Վանագուտից վերեցիք այդ օրինակը մի կաթիլ ոնց կարող է աղճատել, նույնիսկ տենց ուրիշ արտահայտություն չէ, կամ մի հիմար քարը կարող է գցել եւ 100 խելոք չեն կարողանում հանեն այդ քարը։ Հիմա նույնն էլ էստեղ է, մի հիմար կարող է մի Պանդորայի արկղ բացել կամ Օվերտոնի պատահան բացել մի հատ հարց, մի հատ թեմա, որը սակրալ է
դնելով շրջանառության մեջ, մենք վերջերս դրան անդադականապես ենք լինում ու հարյուրավոր խելոքներ չկարողանան դրան լուծում տալ, որովհետև այդ արկղը արդեն բացվել է, ջինը դուրս է եկել եւ հնարավոր չի կանգնացնել։ Այդ առումով ես ցավոք չունեմ դեղատոմսեր, այդ որպես հայ, եւ որպես հայր, եւ որպես քաղաքացի, որովհետեւ վտանգները չափազանց շատ են, ընդ որում վտանգները նաեւ սերնդային են, այսինքն մեխանիզմները, որոնց ձևավորել է մեր սերունդը, մեր երեխաների սերունդը արդեն չունի, չնայած իրանք ունեն պաշտպանական այլ մեխանիզմներ, իմ որդին ալֆա, հա, տենց են ասում, ալֆա սերունդից է, ես զարմանում եմ իրենց հնարավորության վրա ինֆորմացիան դասակարգելու։ Մենք սովոր չենք ամեն ինֆորմացիան շատ արագ է տեղի ունենում, մենք այդ ամեն ինչը կլանում ենք, մի հատ պաուզա ենք տալիս, վերլուծում ենք, իսկ ինքը արդեն ֆիլտրած է վերցնում ինֆորմացիան իրականությունից, որովհետև արդեն ապրում է այդ իրավիճակի մեջ։ Դրա համար մի քիչ մեծամիտ կլինի նաև ասելը, թե ես ինչ խորհուրդ ունեմ այդ սերունդներին, բայց այս կոնտեքստում ասեմ, որ ինձ թվում է մեր ինքնության խորագույն խնդիրներից մեկը դա ազգային մեծամտությունն է, ինչքան էլ երևի ընդունված չի դրա մասին խոսալ, որովհետև թե կրթությունը, թե գիտությունը, թե կրոնները ամեն ինչ կարողում են համեստություն։ Եվ երկու ֆունդամենտալ օրինակ կա կապիտուլացված երկրների՝ Գերմանիան եւ Ճապոնիան, երբ որ մենք նայում ենք երկար կարելի է դրա մասին խոսալ, երբ որ նայում ենք հետկապիտուլյացիոն հասարակարգը եւ տրանսֆորմացիաները, եթե ինձ հարցն է մի բառով ինչպես կբնորոշեմ, ես կբնորոշեմ համեստությամբ, ինքնակենտրոնացում սեփական սխալների վրա եւ ինքնակազմակերպում ու զարգացում այն ուղղությամբ, որով իրանք հասան վերջին 50 տարիների, 70 տարիների ընթացքում։ Երևի դա պետք է լինի իմ խորհուրդը իմ որդուն մեծամիտ չլինել համեստ։ Շատ բարի։ Մենք սրան մի քիչ անդրադարձանք, բայց որպես ամփոփիչ հարց կուզենայի տալ։ Ցավոք ժամանակը շատ արագ է ընթանում, շատ բաներ կան սրա շուրջ քննարկելու։ Որն է այն ճիշտ սահմանը արմատներին հավատարիմ լինելու միջև եւ կարևոր փոփոխություններին պատրաստ լինելու միջև, կամ այդ փոփոխությունները անցնելու ցանկություն ունենալու միջև։ Որն է այն ճիշտ հավասարակշռությունը, դուք դրա մասին խոսեցիք, որ փորձում եք դա պահել այդ լիբերալիզմի եւ կոնսերվատիզմի տեսակետից, բայց կան բազմաթիվ նման կշեռքներ եւ իրենք տարբեր են։ Հիմա եթե մենք խոսենք արմատներ եւ փոփոխություններ, ապա ինչպես մեզանից ամեն մեկը ինչպես դա որոշի իր համար։ Մի երկից տեքստ հիշեցի, ասում են խնդիրը թևերի մեջ չի, խնդիրը արմատների մեջ է։ Առանցքը շատ կարեւոր է։ Այնուամենայնիվ մարդը առանցքի շատ նման է քամուց քշվող, չգիտեմ, տերևի, որ բոլոր տարբեր իրավիճակներում կարող է տարբեր կերպարանակ փոխվել եւ ընդունել տարբեր ֆորմատներ։ Ինքնությունը վերջ-վերջո այդ առանցքն է, որի շուրջ հավաքվում է, ընդ որում եթե վիզուալ փորձենք պատկերացնենք, այդ առանցքը դա սյուն է, իսկ փոփոխությունները սպիրալաձև այդ սյան շուրջ պտտվող զարգացումն է դեպի վերև։ Այսինքն իմ ասած կոնցեպտը կամ արմատներին մոտ լինելու կոնցեպտը ոչ մի կերպ չի հակասում փոփոխություններին, դա դոգմատիզմն է հակասողը եւ դոգմատիզմը ոչ ոք չի ընդունում, բայց զարգացումը պետք է լինի որոշակի առանցքի շուրջ։ Ընդ որում ամեն ինչում է տենց, թե մասնագիտական աճը, թե սպորտի մեջ, թե միջանձնային հարաբերությունները, առանցքի շուրջ է կառուցվում ամեն ինչ։ Այդ առանցքը կարա լինի հավատալիքները, կարան լինեն համոզմունքները, պատկերացումները։ Ես անձամբ կուզենայի, որ այդ առանցքը լինի այն ամեն ինչը, ինչ որ menքին միավորում են, որովհետև ցավոք պարակտելը, բաժանելը, տարբերությունների վրա կենտրոնանալ շատ ավելի շատ է ու շատ ավելի հեշտ է։ Իսկ նմանությունների վրա կառուցված առանցքի շուրջ շատ հնարավոր է շատ հարմոնիկ զարգացում ունենալ փոփոխություններով։ Որպես սոցիոլոգ, ոսա կլինի իրապես վերջին հարցը։ Դուք տեսնում եք գոնե ինչ որ միտում մեր հասարակության մեջ իրար հետ պայմանավորվելու, իրար հետ ինչ որ համաձայնություն գտնելու, այս չեմ խոսում ընդհանուր լայն հասարակության, նորից անդրադառնանք այդ էլիտաների, մարդկանց միջև, ովքեր մտահոգ են ավելին, քան իրենց մասին։ Դուք տեսնում եք ինչ որ ձգտում միտում դրան, թե մենք գտնվում ենք ել ավելի պարակտվելու ընթացքի մեջ։ Չէ, ես չեմ տեսնում, ցավոք պետք է ձեր եզրափակիչ հարցին պեսիմիստորեն պատասխանամ, վատատեսորեն պատասխանամ, ես չեմ տեսնում, ցավոք, որովհետև ինչպես խոսացինք սպիրալային զարգացման մասին, մեր պատմությունն էլ է նույն ձևի զարգանում, մենք կարող ենք պատմությունից շատ օրինակներ բերել, այն նույն դիսկուրսի, այն նույն խոսույթի, այն նույն կարծիքների բախման, որոնք այսօր գոյություն ունեն տարբեր ասենց ասեմ, տարբեր էլիտայի տարբեր ներկայացուցիչներ կամ տարբեր ուժերի միջև։ Այստեղ երևի դեղատոմսը նույնն է, մեծամտությունը մեր բոլորի տունը քանդում է եւ
վստահ լինել, որ քո տեսանկյունը ճիշտ է եւ միակ ճիշտն է, հենց այն կզնակետն է խնդրի, որից ամեն ինչ, որից այդ կծիկը չի կարողանում հանգուցալուծվել, էլի։ Ես ցավոք չեմ տեսնում, որ մեր սերունդը եւ մեզնից մեծ սերունդը կարող են ինչ-որ հանգուցալուծման գալ։ Այլ բան է, որ ես բավականին լավատես եմ այն երիտասարդների, որոնք ստեղծում են նոր արժեքներ ազգայինի վրա հիմնված թե երաժշտության մեջ, թե արվեստի մեջ, թե գրականության մեջ, այդ սերունդը ինձ թվում է ավելի ազատ է եւ անկաշկանդ է պայմանավորվելու եւ հասարակական համերաշխության հասնելու գործում, քան մենք։ Ուրեմն ամեն դեպքում մենք հույս ունենք։ Ամեն դեպքում լավատես ենք։ Ձեզ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Բաքվում։ Ես համոզված եմ, որ մենք դեռ իր հետ կխոսենք հենց այս տաղավարում։ Իսկ մինչ այդ, Ռուբեն, մենք սպասում ենք քեզ եւ հիշում քեզ եւ մեր այլ բոլոր եղբայրներին։